Ֆինանսական կազմակերպությունները պետք է ունենան պատասխանատու ֆինանսներ, համաժողովը քննարկում է ինչ անել, որ հաճախորդ և կազմակերպության շփումները երկու ստեկ պատասխանատու լինեն։ Հայաստանի կենտրոնական բանկն արել է առաջին քայլը, գործում է հատուկ վարչություն, որը զբաղվում է հենց պատասխանատվության խնդրով։ Դա ենթադրում է օրենքի ու կարգավորման համապատասխան տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև ծառայությունների որակի, մատչելիության, հուսալիության ապահովում։ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում հաճախորդների գրեթե կեսը չի օգտվում այսպես կոչված սպառողների իրավունքներից։ Սա ըստ Արմեն Դարփինյանի նշանակում է, որ այդ կազմակերպությունները կամ վատ են աշխատում, կամ էլ մարդիկ չգիտեն դրանց մասին։ Միաժամանակ ֆինանսական պատասխանատվությունը ենթադրում է նաև հաճախորդի պատասխանատվություն։ Այլընտրանքային աղբյուրներին իրենք չեն ծանոթանում որոշումներ ընդունելուց։ KfW-ն Հայաստանում ներդրումներ է իրականացնում հենց ֆինանսական պատասխանատվությունից ելնելով։ Տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանի խոսքով մի քանի միլիոն եվրոյի ներդրում են կատարել, հիմնականում ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ և բնական ռեսուրսների ոլորտներում։ Մեր բոլոր նախագծերը շատ արագ ու հաջողությամբ են իրականացվել։ Մեր գործակցությունը Հայաստանի կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի հետ բարձր մակարդակի վրա է։ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռեյներ Մորելը անդրադարձավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը։ Դեսպանն ընդգծեց, որ այդ դեպքում հնարավոր է նվազի Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Հայաստանը հայտարարել է, որ ցանկանում է Եվրամիության հետ շարունակել գործակցությունը։ Այժմ պետք է հասկանալ այդ համատեղելիությունը գոնե իրավական մակարդակում և վերանայել այն, ինչը մինչև այժմ կատարվել է։ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Համաժողովը նաև կրթական նշանակություն ունի։ Տարբեր երկրների ֆինանսների մասնագետները պետք է մշակեն ամենաօպտիմալ ու հարմար ֆինանսական պատասխանատվության զարգացման մեխանիզմը։ Արտյոմ Լևոնյան, Անդրանիկ Մամիկոնյան, Arm News։